Փորձուկ ջան, արի մոտես։ Փորձուկ։ Պուպուշներ։ Ավրորան ուրա։ Արի։ Եկեք տեսնեմ, Ավրորա։ Ներսից է հաչոցը գալի։ Փորձուկ։ Ավրորան ներսում է։ Էլի եկեք տեսնեմ։ Ծառի մոտ հեռվում էր Ավրորան։ Ավրորա, արի էլի։ Ինչու է այդքան։ Փորձուկ եկեք։ Այն չար մարդ է այնտեղ է, եկեք։ Ուй սիրուն ես։ Դու էլ ես այստեղ։ Գնացել եք այնտեղ ուտելու։ Զգույշ եղեք։ Դու էլ ես գնացել, տեղը գիտես ուտելու, դիկիր լա։ Կամ արի գնանք ձեր մոտ տեսնեմ։ Էս ինչ վիճակ է, ոնց որ էլի դատարկ լրիվ դատարկ է ձագերի մոտ։ Ժողովուրդ, էս ինչ եք անում։ Էս ինչ եք անում։ Ինչ եք էս խեղճերինը գոնե թողեք մնան։ Հիմա եկել էին ջուրիկ էին խմում։ Հիմա փիսո ձեր մոտ եկամ։ Աղկո դու էլ եկար ջուր խմելու, խմի։ Փորձուկ, ձայն չեմ լսում։ Քո պաշտպանությունը կարող է վերածվի։ Երևի ինչքան շատ են գալի նեղացնում։ Ալերգիա։ Այդքան շատ է, Փորձուկը ու Ավրորան ավելի շատ են հաճում։ Դե կգաք կուտեք ձեր կերն ենտեղա, ջրի հետ եղավ, մունտիկ լունտիկ, սա իրենց հին տեղն է, որը վառել են, Փորձուկ, գիտես չէ, որ քո համար եկա այս կողմով, են չար մարդը ճանապարհին նստած էր, գնայ քեզ անիմաստ նեղացնելու էր, ես իրան բանի տեղ չեմ դնում, զզվանքով, բայց անցնում եմ կողքով, ուզած չուզած, որովհետև միշտ այդտեղ շպրտած է։ Ու ավազների վրա իջավ, թափ տվեց իրան, ու եկավ Բոբին, իրենց Բոբին իմ Միհարիկ, եկեր, Բոբա, ինչ Բոբա, Միհարիկ, որ Բոբա ասեին, մի կտոր միս կտարնես, որ բանակ չտեսա։ Փորձուկ, դու սոված չես, ինչ ես եկել դամ պահում, դե լավ թող ուտի Միհարիկը մենք գնանք։ Նրանք այս պահին այստեղ չեն, բայց հաստատ մոտակայքում են և տեղը գիտեն ու անպայման կգան և կուտեն։ Տեսեք, նստած սպասում։ Խելոք, հաչաններ, մի հատ ձեն չեմ լսում աղցի, ձեն չեմ լսում։ Խելոք, երեքով կերեք, մի հատ ձեն չեմ լսում, արի սիրունս, արի պուպուշս։ Ձայն չեմ լսում ասցի, ար, լապով։ Սևո, Արսևո, սիրվելու ժամանակը չի էստեղ իմ ժամանակը շատ կարճ է նապոկ էր։ Խելոք, լավ էլի, ինչ ես դու ամեն տեղ աղմուկ բարձրացնում։ Արի։ Լավ էլի։ Հասկի առնց նվնվոցի կեր։ Դմբոս է, որ լարես, ոչինչ կգա հետո։ Խելոք կեր, մի հատ ձեն չեմ լսում, դու այդքան հերիք հաճում։ Ձեն է ասում եմ, ես ասում հերիք հաճաս, ինքը հաճում է։ Արիս կող խելոք կեր, դու էլ չես հաճում։ Սիրունիկս խելոք ուտում է, կեր, ու ձեն չեմ լսում։ Չես հաճում, կերը լցրել եմ, դե գնա կեր։ Լավ, ես էստեղից գնացի իրանք կուտել, թե չէ անիմաստ հաչալու են, Սևոնե կգա սա կուտի, ոչինչ։ Ձայնը, դու ես ամենաուժեղ հաչանը ու դու։ Նապոն խելոքացել է ահագին, իսկ դուք ահավոր եք, ինչ ես հաչում նապոյի վրա։ Լավ, ես քայլեմ, գոնե սովասները կմնան կուտեն։ Նապոյին ա լարում, լես քայլ։ Հա, Նապո, դու գնում ես մեկ այն իմ հենգյակի մոտ կեր ու ջուրել ուտում ես ենտեղ կա, իզուր մի նվա։ Դե լավ, մի նվա, ես ինչ մեղք ունեմ, որ քո վրա հաչում է։
Մի ժամանակ է դու էիր բոլորի վրա հաճում։ Նա վազեց հենտեղը, որտեղ առավոտները գնում են կերակրելու արջուկին, սպիտակին, սևուկին, երկու վախկոտիկներին ու ջուր են թողնում են։ Ինքը տեղը գիտի գնում է։ Թական բնակիչ է, այստեղով անցնում եմ 5-րդ հարկից։ Այդ որ շներին բերում եք, կերակրում եք, մի հաշուն կասեք թող գան սրսկեն, երեխեքին վրա է տալի։ Ասացի դիմեք համայնքապետարան։ Նկատի ունեն հավանաբար չստերջացված այն շանը, որը մուտք է մտնում եւ երեխեքին էլ իրականում վրա չի տալիս։ Դա իհարկե չափազանցնում են։ Ես տեսել եմ, թե երեխեքը ոնց են շներին վրա տալիս։ Թող սուտ բաներ չխոսեն։ Ամեն դեպքում հասցեատերը ես չեմ, ես անհատ եմ, թող դիմեն համայնքապետարան։ Բազմաթիվ անգամ եմ ասել։ Հա, Սամ, այն շունիկ ուզում էր գալ տարածքն, երեխեքը նստած են։ Ժողովուրդ ջան, քանի շուն ա վրա տվել։ Զզվացրեցին արդեն։ Հես ասամ։ Կեր Սամ ջան։ Որ կերակրում եմ, ուրեմն ես եմ պատասխանատու, որտեղ ինչ շուն ոնց։ Կերակրում եմ ու անհատ եմ եւ կապ չունեմ ոչ մի բանի հետ։ Մեռա ասել եմ։